Տեսեք ինչպես է վրա հասնում Տիրոջ բարությունը նայելով 28-րդ համարին, 3-րդ ենթակետին, բայց Պողոսը բարձրաձայն կանչեց եւ ասաց. «Դու քեզ չվնասես, որովհետեւ մենք բոլորս այստեղ ենք»։ Այս համարում ցնցող բաներ շատ կան, բայց եկեք հերթով գնանք։ Պողոսը բարձրաձայն դիմում է բանտապետին։ Բնականաբար հեռավորությունն այնքան էր, որ նրա ձայնը եւ միտքը հստակ հասկացվել է բանտապետին եւ զուգահեռաբար նույն հեռավորությունն էր, երբ Պողոսն ու Շիղան երգում էին եւ բանտապետը լսած կլիներ նրանց երգեցողությունը եւ քնել էր։ Պողոսը ցնցող կոչ է անում ասելով. «Դու քեզ չվնասես»։ Ինչ Պողոս։ Դու քեզ չարչարողին ասում ես այս խոսքերը։ Ինչու դու չես ուզում, որ նա մահանա իր իսկ ձեռքով։ Չէ՞ որ ժամեր առաջ նա էր ձեզ տանջում, բանտարկում, ցավեցնում, միթե արդար չի լինի հատուցել չարին չարով։ Պողոսն ինքն է հետագայում գրում Հռոմեացիների նամակում, որ ոչ մեկին չարով չհատուցեք, այլ չարը հաղթեք բարիով։ Դա նույնն է, որ նա ասի կրակը կրակով չփորձեք հանգցնել։ Իսկ ինչպես վարվել եւ չարով չհատուցել Պողոս շարունակում է, եթե քո թշնամին քաղցած է, հաց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետեւ լսեք, այս անելով նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես, չարից մի պարտվիր, այլ բարիով հաղթիր չարին։ Դու գիտեք, փաստորեն, երբ բարություն ես անում չարին հակառակ, ինչպես այդ կրակի ածուխն է նրա գլխին վառելու ֆիզիկապես, եթե պատկերացնեք, այդպես ազդեցություն է թողնելու քո արածը նրա վրա։ Չարին բարիով հաղթիր։ Քրիստոնյաները կոչված են խաղաղության, բարության, աղոթքի, ոչ թե վրեժխնդրության, ոչ թե հատուցումներ նշանակելու։ Վրեժխնդրությունը Տիրոջինն է, եւ նա կորոշի ում, ինչպես, երբ, ինչ չափով, ինչ պայմաններում է պետք հատուցել։ Այսինքն հասնում է Աստծո արդար բարկությանը տեղ տալ։ Հարց նայեք համարին։ Բանտարկյալները ազատվելուց հետո տեղում են, թե ոչ։ Տեղում են։ Ազատվել է, չէ՞ բոլորի կապանքները։ Պողոսն ու Շիղան տեղում են։ Այդ դեպքում ասացեք եւ մտածեք, խնդրեմ։ Ինչ ազդեցություն կթողներ Պողոսի եւ Շիղայի չփախչելը, մյուս բանտարկյալների չփախչելը, կամ ոչ միայն չփախչելը, այլ մի հատ էլ չարագործին օգուտ բերելը։ Դուք նկատում եք, որ սա ոչ նորմալ իրավիճակ է։ Նրանք կարող էին ստեղծված իրավիճակից փախուստի դիմել, ասեին մենք գիշերը փառաբանում ենք Տիրոջը, Տերը տեսեք ինչ հնարավորություն տվեց։ Սա նրա համար է, որ մենք փախչենք բանտից, որ մենք գնանք ավետարանենք։ Պողոս Շիղա, այդ ինչպես եք դուք վերլուծում իրավիճակները, որ այդ ազատությունը դիտարկել եք ոչ թե փախուստի միջոց, այլ մնալու առիթ։ Պողոսի կենտրոնում բանտապետն էր։ Եվ ամենայն հավանականությամբ նա իրավիճակները ուսումնասիրելով եկել այն եզրակացության, որ Տերը այդտեղ գործ ունի անելու, որովհետև արդեն սկսել էր շղթաների ազատագրումից։ Եվ բանտապետը հիմա կտեսնեք ինչ արձագանքով է գալու նրանց մոտ։ Ինչ կզգար, ինչ կհասկանար բանտապետը այս ցնցող, անհասկանալի, տարօրինակ վարքագծի եւ վարվելակերպի ազդեցությունն իր վրա կրելով։ Միթե բարության այս ահռելի չափաբաժինը չէր առաջացնի նրա մոտ մեղավորության գիտակցում։ Հենց Պողոսի եւ Շիղայի նկատմամբ։ Պողոսն ու Շիղան այստեղ հսկա չափերի բարություն են անում բանտապետի նկատմամբ։ Նրանք փրկում են նրա կյանքը։ Քեզ չվնասես։ Ինչու, որտեղ քեզ վնասելու պատճառը այն է, որ դու մտածում ես փախել են, չենք փախել։ Պողոս փաստորեն Տերն այնպես է օգտագործել, որ բանտարկյալները նույնպես չեն փախչել։ Այսինչ հրաշք է։ Գիտեք ինչու չեն փախչել։ Որովհետև ականջ էին դնում, տարօրինակ վարք էր։ Նրանք տեսնում էին, որ այս մարդիկ սովորական չեն, այն իմաստով, որ տարօրինակ են արձագանքում իրավիճակներին։ Սա անհուսության մեջ եղող, ինքնասպանության մեջ լուծումը փնտրող, մարդու ակնկալիքներին հակառակ արձագանք է։ Սա նույնիսկ անտրամաբանական արձագանք է։ Սա բարությունը, այս բարությունը հիմնահատակ քանդեց այս մարդու պատկերացումները, որն անմիջապես մյուս համարում ենք տեսնում։ Ահա թե ինչու է պետք բարություն գործել։ Միթե Հիսուսը նույնը չէր սովորեցնում մեզ։
Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին, աղոթեք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է եւ չարերի եւ բարիների վրա, անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա, որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձ ունեք, չէ՞ որ մաքսավորներն էլ են նույնն անում։ Եվ եթե ողջունեք միայն եղբայրներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ Արդ դուք կոչը լսեք, կատարյալ եղեք ինչպես ձեր երկնավոր հայրն է։ Սա իրավունքներից հրաժարման կոչ է։ Ավելին, բարություն անելու հնարավորություն, քանի որ այն մեզ նմանեցնում է մեր հորը։ Ինձ շատ է դուր գալիս MacArthur-ի այս ձևակերպում, որ ասում է մենք ամենից շատ նմանվում ենք մեր հորը, երբ առօրյայում նրա նման ենք կարողանում վարվել։ Հարց բոլորի սիրելիներ, որքան է նման մեր վարքը, մեր արձագանքները, մեր Տեր Հիսուսի վարվելակերպին եւ մտածելակերպին։ Պողոս նշիղան ներծծված էին իրենց առաքելության գիտակցությամբ, իրենց համար բոլոր իրավիճակները առիթ էին ավետարանելու։ Տեսեք ինչպես է դա երևում։ Նրանց քայլերը պարզապես ցնցում են մակերեսային աստվածաբանությունը։ Նրանք չարչարվում են չհակառակվելով։ Նրանք փառաբանում են տառապանքի մեջ։ Նրանք ազատությունը չեն ընկալում որպես փախուստի միջոց։ Նրանք գործում են հոգուտ իրենց չարություն պատճառողի։ Նրանք մերժում են ուրիշի մահվան գնով իրենց ազատվելու հնարավորությունը։ Եվ նրանք չարին բարիով են պատասխանում։ Սա խորթ է բնական մարդու մտածելակերպին։ Հիշեք, Աստված իր բարությունն օգտագործում է մարդուն ապաշխարության բերելու ճանապարհին։ Հռոմեացիս 2:4 կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը եւ համբերատարությունը առհամարում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Խնդրում եմ ուշադիր լսեք այս սահմանումը։ Երբ բարությունն ուղղվում է անարժանին, այն առաջացնում է մեղավորության գիտակցում։ Հիշում եք, երբ Պետրոսը Հիսուսին ասաց, որ նա հեռանա իրենից, քանի որ ինքը մեղավոր է իրեն զգում։ Ինչ էր համատեքստը։ Ղուկաս 7:5-7-8 հրաշքներ ձգի, շատ ձուկ բռնեցին։ Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու, նրանք եկան եւ երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին, եւ Սիմոն Պետրոսը, շատ լսեք, այդ տեսնելով Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տեր, հեռու գնա ինձնից, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ»։ Պետրոս, այսինչ եղավ։ Այդ ինչ եղավ, որ դու եկար մեղավորության գիտակցության։ Ձկան զարմանահրաշ որսը միանշանակ հրաշք էր, որը զարմացրեց Կափառնայումի բոլոր ձկնորսներին։ Պետրոսը միանգամից հասկացավ, որ գտնվում է Սուրբ Աստծո ներկայության մեջ, որն արտահայտում է Աստծո իշխանությունը եւ ամաչեց իր սեփական մեղքից։ Հիսուսով արված բարությունը աննկարագրելի ազդեցություն է թողնում մարդու վրա եւ ինչ որ իմաստով աստվածային ներկայության ընկալում ապահովում։ Ահա թե ինչու է պետք բարություն անել։ Բարությունը, սրբությունը հնարավորություն է տալիս տեսնելու թերությունները, քանի որ բարությունը դառնում է մի չափանիշ, որի հետ համեմատվում է մարդը եւ տեսնում սեփական թշվառ եւ դրանից հեռու եւ ցածր լինելը։ Ահա թե ինչու այս մարդու վրա այսքան մեծ ազդեցություն թողեց։ Այն կոտրեց բանտապետի սիրտն ու միտքը, քանի որ իր կյանքը խնայվեց։ Եվ այդ արվեց նրանց կողմից, ովքեր կարող էին իրեն սպանել։